Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Ցավոք միջազգային իրավունքի նորմերը չեն գործում։ Ադրբեջանը դարձավ միջազգային իրավունքի անարդյունավետության առաջին զոհերից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստալիքներին տված հարցազրույցում, նշելով, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք պահանջում էին հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից, 27 տարի մնացել են թղթի վրա, պետության ղեկավարն ընդգծել է, որ դրանք հավերժ կմնային թղթի վրա, եթե մենք ուժով չազատագրեինք մեր հողերը։ Հիշեցնելով, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո 5 տարիների ընթացքում ամբողջ աշխարհը միջազգային հանրությունը, այդ թվում առաջատար երկրներն ու միջազգային հաստատությունները ընդունել են նոր իրականությունը, Ադրբեջանի նախագահը նշել է. Մենք ապրում ենք ոչ թե թղթի վրա, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ գոյություն ունեցող աշխարհում, այլ իրական հողի վրա։ Հետևաբար մենք պետք է ուժեղ լինենք եւ հենց դա էլ փորձում ենք անել։ Անցյալ տարին իսկապես կարելի է համարել պատմական, որովհետև հենց 2025 թվականին քաղաքական առումով ավարտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը, եւ մենք արդեն մի քանի ամիս է ինչ խաղաղության մեջ ենք ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղության պայմաններում ապրելը, նշել է պետության ղեկավարը, ընդգծելով, որ Ադրբեջանը մարտադաշտում տարած փայլուն հաղթանակն ամրապնդել է քաղաքական հարթությունում եւ աշխարհի թիվ 1 գրասենյակում։ Սա իհարկե մեր անկախության պատմության հիշարժան իրադարձություններից մեկը կլինի, ես կասեի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Այս տեսանկյունից անցյալ տարին կարելի է համարել շատ հաջողակ եւ պատմական մեր երկրի եւ մեր ժողովրդի համար, եւ ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ, հավելել է Ադրբեջանի նախագահը։ Հայրենական պատերազմի ժամանակ ինձ համար հողը մարմնավորված էր յուրաքանչյուր ազատագրված գյուղում։ Յուրաքանչյուր նահատակի զոհվելու վայրը ինձ համար հող էր։ Բարերով հնարավոր չէ արտահայտել այն զգացմունքները, որոնք ես զգացել եմ, ամեն օր տեղեկություններ ստանալով կորուստների մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախագահը ընդգծել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած պահի պաշտպանելու հարազատ հողը։ Մենք պետք է ուժեղ լինենք եւ պատրաստ լինենք մեր հողը ցանկացած պահի պաշտպանելու, եւ ես վստահ եմ, որ դրանից հետո մեր հողի ոչ մի թիչ չի հայտնվի ուրիշների ձեռքում։ Մենք ունենք դրա համար ուժ, կամք եւ ժողովրդի միասնություն։ Մենք ունենք ուժեղ ադրբեջանական պետություն։ Գլոբալ գործընթացները զարգանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախ եւ առաջ ամրապնդի իր ռազմական ներուժը եւ անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստալիքներին տված հարցազրույցում։ Հիշեցնելով թուրքական պետությունների կազմակերպության Գաբալայի գագաթնաժողովում իր առած առաջարկը, Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ պետության ղեկավարն ասել է. Կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով, իհարկե առաջին հերթին Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ խորհրդանշանական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան։ Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն, հավելել է նա։ Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն նաեւ Նախճիվանի ինքնավար հանրապետությունում, լինի դա կանաչ էներգետիկա, գյուղատնտեսություն, ոռոգում, թե զբոսաշրջություն։ Մենք կմիավորենք այս տարածաշրջանը։ Ուզում եմ կրկնել, մենք դա կանենք ցանկացած դեպքում, բայց լավ է, որ դա անում ենք խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը միայն կշահի դրանից, որովհետև Հայաստանը կարող է եւ դուրս գալ ստեղծված փակուղուց։ Ճանապարհներ կբացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ճանապարհներ կբացվեն Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախճիվանի միջոցով հասանելիություն կստանա Իրանի երկաթուղիներին, Ադրբեջանի միջոցով Ռուսաստանի երկաթուղիներին։ Այլ կերպ ասած, սա նաև օգտակար է Հայաստանի համար։ Այստեղ պարտվողներ չպետք է լինեն։ Ամեն դեպքում տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։
Եթե որևէ մեկը քաղաքական տեսանկյունից իրեն պարտվող է համարում, դա այսպես ասած նրանց խնդիրն է, բայց եթե բոլորը գործնականորեն մոտենան այս հարցին, նրանք կկարողանան տեսնել օգուտները իրենց համար, ասել է Իլհամ Ալիևը։ Մեր գլխավոր նպատակն է կապել ազատագրված մարզերը։ Եթե այս տարածաշրջանը կապենք Ադրբեջանի մյուս մարզերի հետ, Քելբաջարի միջոցով Գյանջա արևմուտք ուղղության, Թերթեր Բարդա Բաքվի եւ Ֆիզուլի Բիլասուվար հարավի հետ, ապա երկրի ներսում հաղորդակցությունը կդառնա ավելի հուսալի, կրճատելով փոխադրման ժամանակը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստալիքներին տված հարցազրույցում, նշելով, որ երկաթուղիների, ավտոճանապարհների եւ ապագայում օդային տրանսպորտի օգտագործումը կբարձրացնի ներքին միգրացիան, պետության ղեկավարն ասել է. Պարտադիր չէ, որ բոլորը գան Բաքու։ Ընդհակառակը, այսօր օրինակ մարդիկ Խանքենդի են գալիս Բաքվից, Նախճիվանից եւ այլ վայրերից։ Խանքենդին եւ Աղդամը կդառնան ազատագրված մարզերի հիմնական քաղաքները։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամատություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Գիշերը եւ առավոտյան թերակղզու որոշ հատվածներում կդիտվի մառախուղ, քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 2-4, ցերեկը 9-12 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն, ցերեկը 11-16 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 3-8 աստիճան ցուրտ, ցերեկը 5-10 աստիճան տաքություն։ 102.7 FM